Стартер корни. Окей. Итак, мы с вами поговорили о цели послания. Այսպեսով И մենք խոսեցինք նպատակի մասին, նամակի նպատակի մասին, мы можем подвести некоторый такой итог. եւ կարող ենք այսպես որոշակի եզրահանգման գալ, Несмотря на то, что обстоятельства, в которых находились читатели, и мы разные, չնայած այն հանգամանքին, որ ինչ վիճակում գտնվում էր լսարանը եւ ինչ որ որում մենք ենք դրանք տարբեր են, но в некоторых моментах мы можем взять для себя определенные увещевания. այստեղ կան որոշակի պահեր, որը մենք մեզ համար կարող ենք վերցնել որպես հորդոր. И мы понимаем из послания, что им нужно было избавиться от старых связей, которые мешали им расти в следовании за Христом. Մենք հասկանում ենք, որ որոշակի իմաստով այս մարդկանց լսարանին պետք էր իրենց հին կապերից, ունեցած հին կապերից ազատվել, որպիսի կարողանային հետևել Քրիստոսին։ И следовательно, им также нужно было продолжать жить и возрастать в христианской зрелости. Եվ հետևաբար նաև նրանց պետք էր, որ իրենք աճեին ու քրիստոնեական հասունության հասնեին։ Ну, то же самое касается и нас. Նույնը վերաբերվում է նաև մեզ։ Нам нужно оставить вещи, которые препятствуют нам следовать за Христом. Մեզ պետք է թողնել այն բաները, որոնք մեզ խանգարում են Քրիստոսին հետևելուն։ И это не обязательно греховные вещи, но которые мешают нам. Եվ պարտադիր չի, որ դրանք լինեն, ասենք, մեղսալի բաներ, որ մեզ խանգարեն։ Но также нам нужно оставить, возможно, грех, который также препятствует следованию за Христом. Եվ հնարավոր է նաև, որ ինչ որ մեղքեր կա, որ մեզ պետք է թողնել, մեղքեր, որոնք մեզ խանգարում են հետևել Քրիստոսին։ И это следование мы должны проходить с терпением. Եվ մենք այս ամենով պետք է համբերատարությամբ անցնենք։ И мотивацией должно служить то, что сделал Иисус Христос ради нас и то, кем Он является. Եվ մեզ համար դրդապատճառը պետք է լինի այն, թե Հիսուս Քրիստոսը ով է մեզ համար եւ ինչեր է արել նա։ Он был тот, кто был верен до смерти. Նա էր այն մեկը, ով հավատարիմ մնաց մինչի մահ։ Он добровольно понес наши грехи на кресте. Նա հոժարաբար մեր մեղքերը կրեց խաչի վրա։ И тем не менее, он прошел все эти испытания и выдержал. Այդուհանդերձ նա անցավ այդ բոլոր փորձություններով եւ տոկած նա դիմացավ այդ ամենին։ И, следовательно, нам нужно запастись терпением и подражать Христу. Հետևաբար մեզ էլ է պետք լցվել համբերությունով եւ նմանվել Քրիստոսին։ И Христос может показать нам путь, в каких бы обстоятельствах мы ни оказались. Ինչ իրավիճակներում էլ որ մենք հայտնվենք, Քրիստոսը մեզ կարող է ցույց տալ ճանապարհը։ И какие бы вызовы, перед нами не лежали. Եվ ինչ մարտահրավերներ էլ որ մեր առջև լինեն, նա ճանապարհը ցույց կտա։ Поэтому с такой точки зрения это просто такое прекрасное, восхитительное, ободряющее послание на сегодня. Եվ այս տեսանկյունից էլ այսպիսի հրաշալի, քաջալերող, հորդորող նամակ ունենք մենք այսօր։
Поэтому мы живем в таком, знаете, нестабильном мире. Գիտեք, մենք ապրում ենք չափազանց անկայուն աշխարհում։ Поэтому, если вы смотрели за новостями, то, ну, я не знаю, как вы там воспринимаете то, что делает Трамп по отношению к войне, которая уже 3 года полномасштабной идет в Украине. Եթե, չգիտեմ, լուրերին հետևել եք եւ ինչ մոտեցում ունեք դուք այն իրադարձություններին, որ այսօր տեղի են ունենում եւ թե Թրամփը ինչ վերաբերմունք ունի արդեն 3 տարի Ուկրաինայում ընթացող լայնածավալ պատերազմի մասին։ Он полностью просто переворачивает все, что делали Соединенные Штаты до этого, нам помогая. Ինքը լիովին փոխում է այն դիրքը, որ Միացյալ Նահանգները ուներ, որ մեզ այդքան օգնում էր, ինքը այդ ամեն ինչը շրջում է, փոխում է։ И теперь США вместе с Россией в одном списке, и США не может даже назвать то, что происходит в Украине, агрессией, и утверждает, что это Украина напала, а не Россия. И у нас Зеленский диктатор, а не Путин. Поэтому Եվ ասում է հիմա ինքը ասում է որ հիմա ոնց որ Թրամփը նույն ցուցակի մեջ է ինչ որ Պուտինը եւ ասում է որ ստացվում է այնպես որ ինքը Թրամփը չի կարողանում այս ամեն ինչը ագրեսիա անվանել եւ այնպես է стացվում որ ոչ թե Ռուսաստանն է մեր վրա հարձակվել, այլ մենք ենք Ուկրաինան է հարձակվել Ռուսաստանի վրա։ Поэтому, снова, никто не знает, чем это закончится, но для нас, верующих, это хорошее напоминание о том, что нам не следует очаровываться людьми, чтобы не разочаровываться. Մեր ոչ ոք չգիտի այս ամեն ինչը ինչով կվերջանա, բայց մեզ հավատացյալներիս համար սա շատ լավ հիշեցում է, որ մեզ երբեք պետք չէ չափից շատ հիանանք ինչ որ մարդկանցով, որ հետո էլ հանկարծ նույն ձևի հիասթափությունների մեջ չհայտնվենք։ И люди в смятении не только в Украине. Мне пишут люди с Америки, с Англии, и говорят, мы не знаем, что происходит. Մարդիկ շփոթված են ոչ միայն մեզ մոտ Ուկրաինայում, ինձ գրում են Ամերիկայից, Անգլիայից, տարբեր տեղերից ու ասում են չենք հասկանում, թե ինչ է կատարվում։ Нам говорят о том, что подписывайте документы, а гарантии будут потом. Մեզ ասում են այդ փաստաթղթերը ստորագրեք, երաշխիքը հետո կտանք։ Но мы уже подписывали, и нам давали гарантии в 94 году. 94-ը Да, в 1994. Ասում է, բայց մենք արդեն այդպիսի պայմանագրեր տվել ենք, մեզ դեռևս 1994 թվականին այդպիսի երաշխիք տրվել էր։ Поэтому один гарант на нас напал, другой нас предал сейчас. Հիմա ինչ է ստացվում։ Մի երաշխավորը մեզ հիմա ուրանում է, դավաճանում է մեզ, մյուս երաշխավորը հարձակվել է մեզ վրա։ Или лучше сказать, в процессе предательства. Կամ ավելի լավ է ասենք, որ այն մյուս երաշխավորը հիմա մեզ դավաճանելու գործընթացի մեջ է։ Может, он передумает. Գուցե միտքը կփոխի։ Но все эти договоры, они такие нестабильные. Եվ այդ բոլոր պայմանագրերը շատ անկայուն են։ Но слава Богу, то, что сделал Иисус Христос, Его труд, Его обетование, Его завет, Его клятвы, они неизменные. Բայց Փառք Աստծո այն ամենի համար, ինչ որ Հիսուսն է արել, նրա կատարած գործը, նրա տված խոստումները, նրա տված երաշխիքները, դրանք անփոփոխ են։ Поэтому можем с Давидом сказать, что спокойно ложусь и сплю, потому что ты меня охраняешь. Դրա համար մենք էլ կարող ենք Դավիթի նման եւ նրա հետ միասին ասել հանգիստ պարկում եմ, հանգիստ եմ առնում, որովհետեւ դու ինձ պաշտպանում ես։
Прочитайте первые 4 стиха послания к евреям. Ընթերցենք Եբրայեցիս նամակի առաջին 4 խոսքերը։ Հովնան դու ես կարդում։ Հա, Աստված, որ շատ անգամներ, շատ կերպերով սկզբից խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, այս վերջին օրերում մեզ հետ խոսեց իր որդու միջոցով, ում ամեն բանի ժառանգ կարգեց, ում միջոցով նույնպես աշխարհներն ստեղծեց, որն իր փառքի լույսն ու իր էության ստույգ արտահայտությունը լինելով եւ ամեն ինչ իր զորության խոսքով պահելով, երբ իր անձով մեր մեղքերը քավեց, նստեց բարձունքներում, մեծության աջ կողմում, հրեշտակներից այնքան ավելի լավ եղավ, որքան նրանցից ավելի գերազանց անուն ժառանգեց։ Давайте посмотрим на этот текст. Եկեք այս տեքստը նայենք։ Мы можем видеть, что в этом мире все религии, они по сути предлагают и представляют собою попытку человека как-то найти, связаться с Богом, достичь Его благодаря каким-то вот условиям. Մենք տեսնում ենք, որ այս աշխարհում գոյություն ունեցող բոլոր կրոնները փորձ են անում, որ ինչ որ ձևով կապ հաստատեն, ինչ որ պայմաններ ստեղծեն, որ Աստծո հետ կապի մեջ մտնեն։ Но Библия нам представляет совершенно другую картину того, как Бог взаимодействует с человечеством. Բայց Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր այն մասին, թե ինչպես է Աստված կամենում մարդու հետ գործ ունենալ։ Нам не нужно строить башню до небес, чтобы достичь Бога. Մեզ պետք չի երկինք հասնող աշտարակ կառուցել, որպեսզի Աստծուն հասնենք։ Мы имеем Бога, который сам приходит к нам. Մենք մի այնպիսի Աստված ունենք, ով ինքն է անձամբ գալիս մեզ մոտ։ И Он является инициатором взаимоотношений. Եվ նա ինքն է այդ փոխհարաբերությունները նախաձեռնողը։ Поэтому Бог сотворил человечество, и Он дает повеление и назначение людям. Աստված ինքն է ստեղծել մարդկությանը եւ ինքն է տալիս ուղղություն եւ իմաստ, կանչվածություն մարդկությանը։ И в первых 4 стихах мы видим 2 разные эпохи откровения человеку. Առաջին 4 խոսքերում մենք տեսնում ենք երկու տարբեր ժամանակաշրջանի կամ դարաշրջանների մոտեցումը Աստծո մարդկությանը։ И мы видим, что оба эти откровения, они, истинные, они действительны. Եվ այդ երկու տարբեր հայտնություններն էլ դրանք ճշգրիտ են եւ իրական։ И мы не можем также сказать, что откровение Ветхого Завета было каким-то недостаточным или ущемленным, или каким-то несовершенным. Եվ մենք ոչ մի ձևով չենք կարող ասել, որ հին կտակարանը ինչ որ իմաստով սահմանափակ է կամ իմաստային առումով անլիարժեք է, երբեք չենք կարող նման բան ասել։ По своей природе то, что говорил Бог в прошлом, как Павел, помните, говорит в Римлянам 7 главе, что заповедь, она святая, она праведная, она добрая. Եվ գիտեք, այն ինչ որ հին կտակարում ասվել է, ինչ որ կա հին կտակարանում, ինչպես Պողոսն է ասում Հռոմեացիների 7-րդ գլխում, ասում է, որ պատվիրանը սուրբ է, պատվիրանը կատարյալ է։ Это тоже, это то, что сказал Господь. Դա այն է, ինչ Աստված է ասել։ Но то, что автор показывает, что есть нечто большее по сравнению с тем, что Бог уже сделал в Ветхом Завете. Բայց այստեղ հեղինակը ասում է կա մի բան, որ ավելին է համեմատած այն ամենի, ինչ որ Աստված արել է հին կտակարանում։
Поэтому в откровении Иисуса Христа э, оно должно нас побуждать к такой большей непоколебимой верности. Դրա համար էլ Հիսուս Քրիստոսի հայտնությունը մեզ պետք է մղի, որ ավելի կայուն, ավելի աներեր ձևով առաջ И, с- շարժվենք։ и смотря на эти 4 стиха, мы можем видеть, что мы можем поделить вечность между двумя этими откровениями, до Христа и после. Եվ այս 4 խոսքերի մեջ մենք կարող ենք տեսնել, որ հավիտենությունը մենք կարծես կարող ենք երկու մասի բաժանել՝ մինչև Քրիստոսը եւ Քրիստոսից հետո։ И мы видим, что в 1 стихе есть 3 таких момента, которые описывают откровение человеку в прошлом. Եվ առաջին խոսքում տեսնում ենք հայտնություն, որ տրվել է մարդկանց անցյալում, Но он говорил через пророков. բայց նա խոսում էր մարգարեների միջոցով։ Кто были эти отцы? Ովքեր էին այդ հայրերը։ А, Обычно кого называют отцами? Սովորաբար ում են անվանում հայրեր։ Աբրահամ, Ավրահամ, Ну да, Авраам, Исаак, Իսահակ, Աբրահամը, Яков. Յակոբ, Իսակը, Հակոբը, Мгм. Ну, родоначальники семейной линии евреев. այսինքն հрьяաների ընտանիքների նահապետները, նրանց ապուպապերը։ Римлянам 9:5. Հռոմեացիների 9:5 նրանցն են հայրերը եւ նրանցից ըստ մարմնի Քրիստոսը եկավ, որ բոլորի վրա է, հավիտյանս օրհնյալ Աստված ամեն։ Ну, поэтому мы видим происхождение Божьего народа от этих отцов, но также понятие отцы, оно используется в более таком широком смысле. մենք տեսնում ենք, որ հрья ժողովուրդը իրենց այդ նահապետներից կամ նահակարապետներից իրենց այդ հայրերից սերած, բայց մյուս կողմից էլ ընդհանուր իմաստով է խոսվում։ Ам, И когда мы говорим о том, каким образом люди получали откровение, Бог использовал пророков. Եվ երբ որ խոսում ենք այն մասին, թե ինչ ձևով էին մարդիկ ստանում հայտնությունը, Աստված օգտագործում էր մարգարեներին։ Более 490 раз данный термин используется в Ветхом и Новом Завете. Այդ տերմինը, այդ եզրույթը 490 անգամ օգտագործվում է հին ու նոր կտակարաններում։ Библейский словарь Холмана дает следующее определение. Օմնի աստվածաշնչյան բառարանը հետևյալ սահմանումն է տալիս. Получение и провозглашение слова от Господа Աստծուց խոսք ստանալը եւ հռչակելը через прямое побуждение Святого Духа Սուրբ Հոգու անմիջական դրդումով через человеческое посредничество. մարդու միջոցով մարդկային ոնց որ միջնորդությամբ Поэтому Бог решил таким образом через посредника говорить с человеком. Աստված որոշեց այդպես միջնորդի միջոցով խոսել մարդու հետ։ И мы понимаем со слов Петра, что пророки, они были движимы Духом Святым. Եվ մենք Պետրոսի խոսքերից հասկանում ենք, որ մարգարեները Սուրբ Հոգուց дրդված էին խոսում։ Поэтому человек, он представлял собою инструмент или сосуд, которому и через которого происходило это общение.
Ուստի մարդն էր հանդիսանում այն գործիքը կամ անոթը, որի միջոցով տեղի էր ունենում այդ հաղորդակցությունը։ И откровение — это то, что Бог сообщал о себе через пророка. Եվ հայտնությունը այն էր, ինչ որ Աստված իր մասին հայտնում էր մարգարեի միջոցով։ И, следовательно, пророчество — это откровение. 500 սա։ Минуточку, можно? Да, без проблем. Извиняюсь. Брат Вячеслав, пока Лианна, там я хотел, вопрос. Значит, этот пророки и отцы, это синонимы, да, здесь, или отдельные группы? Потому что вы говорили, что это отцы, но они их сказали пророки. Отцам в пророках, но имеется более широкий смысл отцы, не только Авраам, Исаак, Иаков. Речь Ага. идет, скажем, о прежнем представительстве Божьего народа. Все, уже. Мгм. Мгм. Вернемся утверждению относительно пророчества. Поэтому пророчество представляло собой откровение. Վերադառնանք մարգարեության հաստատմանը, այսպիսով մարգարեությունը իրենից ներկայացնում էր հայտնություն։ И сегодня Бог прекратил, Он закрыл канон Писания. Сегодня нет пророков. Եվ Աստված փակել է Աստվածաշնչի կանոնը եւ այսօր չկան մարգարեներ։ И мы с вами уже немного говорили на богословии относительно природы Писания, откровения и дара пророчества. Եվ մենք ձեզ հետ արդեն խոսել ենք մարգարեության պարգևի եւ հայտնության գրման բնույթի մասին։ Поэтому среди богословов, которые принадлежат харизматическому кругу, такие как Уэйн Грудом, Եվ այնպիսի աստվածաբաններ, ովքեր խարիզմատիկ ուղղությանն են պատկանում, այնպիսիք ինչպիսին Վեն Գրուդումը, мы видим, что Уэйн Грудом достаточно хорошо понимает эту истину. մենք տեսնում ենք, որ Վեն Գրուդումը բավականին լավ հասկանում է այս ճշմարտությունը, что канон прекратился, и, следовательно, Бог не дает больше откровения. Այն մասին, որ այս կանոնը փակված է եւ Աստված այլևս հայտնություն չի տալիս։ Но он пытается быть последовательным в своей герменевтике, но в своей церкви наблюдает пророков. Նա փորձում է հետևողական լինել իր հերմենևտիկայի մեջ, բայց նաև իր եկեղեցում ինքը, այսպես կարծես, հետևում է մարգարեներին, ուշադիր է, հսկում է մարգարեներին։ И поэтому ему нужно как-то примирить вот этот опыт с тем, что он наблюдает в Писании. Ուստի նրան պետք է ինչ որ առումով իր փորձը, այդ փորձը, որ ունի, եւ ինչ որ Աստվածաշնչում գրված է, դրանք պետք է ինքը հաշտեցնի իրար հետ։ И поэтому единственное, что он сделал, он сказал, что есть два типа пророков. Դրա համար այդ միակ բանը, որ ինքը արեց, ասեց, որ գոյություն ունի երկու տեսակի մարգարե։ Поэтому, по сути, есть, скажем так, пророки Нового Завета, которые записали нам Слово Божие, они непогрешимые. Եվ փաստորեն ստացվում է, որ կան մարգարեներ, որ նոր կտակարանի մարգարեները, որ այդ հայտնությունները գրի առան եւ դա անսխալական է։ А есть современные, которые погрешимые, могут ошибаться, они ничего не говорят нового, и все, что они говорят, мы должны сверять с Библией.
Եվ այդ նոր կտակարի այն մարգարեները փաստորեն անսխալական էին, մեղադրելի, իսկ հիմա գոյություն ունեն մարգարեներ, ովքեր մեղանչական մարդիկ են եւ երբ որ իրենք ինչ որ բան մարգարեանում են, դա պետք է ստուգել Աստվածաշնչի հետ։ И таким образом получается и овцы целые, и волки сыты. Այս ասելու դեպքում ստացվում է, ինչպես ռուսական ասացվածքն է ասում, եւ գալն է կուշտ կերած խմած եւ ոչխարներն են ապահով։ Այսինքն Но թե նրանց լավ, թե նրանց Но такое определение пророчества, оно размывает значение пророка. Лучше назвать этих новых пророков просто проповедниками, которые ошибаются. Դրա համար այս տեսակի բացատրությունը կարծես մարգարե ասվածի սահմանումը խեղում է, աղավաղում է։ Ավելի լավ կլինի իրենք այդ մարգարեներին анվանեն քարոզիչներ, որոնք մեկ-մեկ սխալվում են։ Я видел, что Грудем переиздал свое богословие, у него уже есть второе богословие. Ну, от того, которое переведено на русский язык. Ես նկատել եմ, որ Գրուդեմը երկրորդ այսպես ասած տեսակի իր աստվածաբանությունն է հրատարակել, որ ինչը որ կա ռուսերենում, հիմա երկրորդը կա։ Но я не знаю, изменил ли там он какие-то взгляды относительно даров. Я еще не решился купить вторую копию. Եվ ճիշտ ասած, չգիտեմ ինքը իր տեսակետներից ինչ որ բան փոխել է այդ երկրորդ հրատարակության մեջ ու ճիշտ ասած որոշում չեմ կարող անում կայացնել այդ երկրորդ հրատարակության գիրքը առնեմ իր աստվածաբանությունը Но я думаю, нам, скажем, нет смысла сейчас спорить или поставить под вопрос, что канон Писания завершен. Ես մտածում եմ, որ հիմա անիմաստ է, որ մենք կասկածի տակ դնենք այն փաստը, որ Աստվածաշնչի կանոնը ավարտվել է։ И также, возвращаясь к тексту, мы можем видеть, что Бог говорил многократно, и Бог говорил многообразно. Եվ նորից վերադառնալով տեքստին մենք տեսնում ենք, որ Աստված բազում անգամներ եւ բազում ձևերով խոսեց։ То есть первый термин говорит о том, что это было не один раз, а несколько раз, но частями. Առաջին արտահայտությունը բազում անգամներ նշանակում է մեկ անգամից ավել, բայց նաև նշանակում է մաս-մաս։ Ну, греческое слово, которое используется, это составное слово полумерос. Հունարեն բառը, որ այստեղ օգտագործված է, բարդ բառ է, պոմերոս բառն է, մի մասը։ Полу это много, а мерос от этого слова в русском языке есть слово мера, часть. Поло мерос, поло նշանակում է շատ անգամ, meros մաս, բաժին, հատված, ռուսերենում է։ Поэтому мы видим, что Бог не сразу взял, не знаю, зачерпнул целое ведро воды и вылил. Он давал по чуть-чуть. Այսպիսով տեսնում ենք, որ Աստված այնպես չարեց, որ ասենք միանգամից մի դույլ ջուրը վերցրեց ու լցրեց, այլ այդ ապարունակությունը ինքը քիչ-քիչ տվեց։ Поэтому было дано обетование о Мессии Адаму и Еве. Դրա համար խոստում տրվեց Մեսիայի մասին Ադամին ու Եվային։ Потом Бог давал обетование Аврааму, Исааку и Якову. Հետո Աստված խոստում տվեց Աբրահամին, Իսահակին, Հակոբին։ Яков говорил о том, что из колена Иудина будет Мессия. Եվ Հակոբն ասում էր, որ Հուդայի ցեղից կգա Մեսիան։
Бог заключил с Давидом завет и сказал, что из его потомков он придет. Աստված ուխտ կապեց Դավիթի հետ, ասելով, որ նրա սերնդից կգա Поэтому мы видим Փրկիչը։ многократное откровение. Ուստի մենք բազում անգամներ, որ տրվել են հայտնություններ։ И также мы видим, что это было многообразное. Եվ նաև մենք տեսնում ենք, որ դա բազում ձևերով է եղել։ Это означает, что не однотипные были откровения, они имели разные формы. Իսկ դա նշանակում է, որ հայտնությունները մի ձևով չէին տրվում, այլ տարբեր ձևերով։ Поэтому мы видим, Бог беседовал и прогуливался в саду с Адамом и Евой. Մենք տեսնում ենք Աստված շրջում էր Ադամի Եվայի հետ պարտեզում, С Моисеем он говорил через горящий куст. Մովսեսի հետ խոսում էր այրվող մորենու միջոցով, Навуходоносору он дал сон, Նոբուկոդոնոսորին երազ տվեց, а через Даниила дал толкование. իսկ Դանիելի միջոցով ինքը մեկնություն տվեց։ Сам Даниил видел сны и видения. Դանիելն ինքն էլ երազներ ու տեսիլքներ էր տեսնում։ Խոսրով հարց Мы ունես, видим, հա։ что языческий пророк Ваал, Бог решил поговорить с ним через ослицу. Եվ մենք նաև տեսնում ենք այդ հեթանոս մարգարե Բաղամի հետ Աստված որոշեց խոսել ավանակի միջոցով։ Это была часть того, как Бог с ним разговаривал. Դա նրա հետ խոսելու մի ձևն էր, որ Աստված օգտագործեց։ Поэтому ни один тип откровений разные вариации. Այսինքն հայտնությունը տալու մի ձև չկար, այլ բազմազան ձևերով է դա արվել։ И также мы видим, что это было, эти откровения, написано, что многократно говоривший издревле. Издревле, это старое слово русское, означает когда? Давно. Եվ նաև տեսնում ենք, որ այդ բազում անգամներ, բազում ձևերով հայրերի հետ խոսեց հին ժամանակներում։ Հին ժամանակները դա երբ է։ И мы с вами знаем, что Бог не всегда говорил, Он говорил в определенный период, и потом наступил период, когда Он молчал. Եվ մենք գիտենք, որ Աստված միշտ չէ խոսել, ժամանակներ է եղել խոսել են, բայց ժամանակներ եղել, որ նա լուռ է մնացել։ Поэтому это в давние времена, давно. Այսինքն դա են հին վաղ ժամանակներ է։ И также следует обратить внимание на это слово «говоривший». Եվ նաև եթե ձեռք բարձրացրու, եւ նաև պետք է ուշադրություն դարձնել, որ հետ խոսեց այս արտահայտությանը։ В греческом языке это причастие стоит во времени арист. Դա հունարեն լեզվով արիստ կոչվող ժամանակաձևն է։ И по сути это означает, что это было завершено и, скажем так, больше это откровение не получало развития. Հենց իմաստը, բուն իմաստը այն է, որ դա արդեն ավարտվել է, այդ հայտնությունը արդեն վերջացած է։ Давайте посмотрим книгу Амоса 9, 11, 12. Եկեք նայենք Ամովսի գրքի 9-րդ գլուխ 11-12-րդ խոսքերը։ Մոքսինը 11-12 Այդ օրը պիտի կանգնեցնեմ Դավթին կաց խորանը, պատերը պիտի նորոգեմ, նրա ավերակները պիտի վերականգնեմ ու հին օրերի նման պիտի կառուցեմ այն։
որպեսզի ժառանգեն Եդոմի մնացորդն ու բոլոր հեթանոսներին, որոնք իմ անունով են կոչված, ասում է Տերը, որ անում է սա։ Это, наверное, хороший стих, но может тут какая-то опечатка. Так. Հաուրիստ ժամանակաձև է, որ ցույց է տալիս անցյալում եղած ավարտված, այսինքն ցույց է տալի արդեն իր ամփոփված լինելը, ավարտումը։ Это իմաստը էլի հունարեն։ Забудьте пока про этот отрывок. Но, Դա այդ հատվածը մի կողմ դնենք հիմա։ ну, мы понимаем, что на определенном этапе развития истории израильского народа Божье откровение прекратилось. Մենք հասկանում ենք, որ Աստծո ժողովրդի պատմության որոշակի этаպում աստվածային հայտնությունը դադարում է И наступил вот этот период 400 лет молчания. եւ գալիս է 400 տարվա լռության տարիները։ И вот выходит на сцену Иоанн Креститель, и он возвещает о новом и последнем периоде Божьего откровения. Եվ ահա կարծես բեմահարթակի վրա հայտնվում է Հովանես Մկրտիչը եւ արդեն խոսում վերջին ժամանակների համար տրվող նոր հայտնության մասին։ Поэтому, по сути, автор говорит, так было с Божьим откровением в древние времена, но теперь у Бога есть новое откровение для своего творения. Հեղինակը այս ձևով կարծես ասում է, որ հին ժամանակներում կար տրված այս հայտնությունները, բայց հիմա այս նոր ժամանակում Աստված իր հայտնությունը նորովի տալիս է իր արարչությանը։ Поэтому здесь мы видим определенный контраст между вот этим издревле и в последние дни сии. Եվ այստեղ մենք հստակ հակադրություն ենք տեսնում, որ ասում է հին ժամանակներում եւ այս վերջին օրերին։ И мы понимаем, что эти последние дни, они начались с первого пришествия Иисуса Христа. Եվ մենք գիտենք, որ այդ վերջին օրերը սկսվել են Քրիստոսի առաջին գալուստով։ Поэтому с 1 по 4 стих это, по сути, одно большое длинное предложение. Այսինքն ըստ էության 1-ից 4-րդ խոսքերը դա մեկ երկար նախադասություն է։ Но самое главное утверждение в этом стихе это то, что Бог говорил нам в Сыне. Բայց այս մեր նախադասության մեջ ամենակարևոր միտքը այն է, որ Աստված մեզ հետ խոսեց իր որդու միջոցով։ И поэтому вот это новый вид откровения, откровение в Сыне, является контрастом по отношению ко всем остальным прежним. Այսինքն այս նոր ձևի հայտնությունը, որ նա խոսեց իր որդու միջոցով, հայտնություն տվեց որդիով, դա մեծ տարբերություն ունի անցյալում տրվածների հետ։ И поэтому он хочет показать превосходство всего этого откровения по отношению к Ветхому. Ուստի նա ուզում է ցույց տալ այս ամբողջ այս նոր հայտնության գերազանցությունը համեմատած հին կտակարանի հետ։ И дальше мы видим такое восьмикратное описание Сына. Почему это откровение гораздо лучше. Եվ հետո մենք տեսնում ենք, թե 8 տարբեր ձևերով ինչպես է բնութագրում որդուն, որոնցով ցույց է տալիս գերազանցությունը անցյալի հետ համեմատած։ Во втором стихе мы видим, что он поставил сына наследником всего. Երկրորդ խոսքում մենք տեսնում ենք, որ որդուն ժառանգորդ դրեց ամենի։ Поэтому в отличие от пророков, которые просто были посредниками, просто были слугами. Ուստի ի տարբերություն մարգարեների, որոնք ընդամենը ծառայ էին, այսպես միջնորդության դեր էին կատարում, Этот Иисус является наследником. Այս Հիսուսը անմիջական ժառանգն է։
Он имеет право, и все принадлежит ему. Նա իրավունքը ունի եւ ամեն բան նրան է պատկանում։ Помните, в Псалме 2 Бог говорит сыну: «Ты сын мой, сегодня я родил тебя, проси меня, и я дам народы в наследие тебе». Հիշում եք երկրորդ Սաղմոսում, երբ Աստված իր որդուն ասում է. «Դու իմ որդին ես եւ խնդրիր ինձնից եւ ես ազգերը քեզ որպես ժառանգություն կտամ»։ Мы видим в Колоссянам 1:16 Павел говорит: «Все для него». Եվ Կողոսացիներում մենք տեսնում ենք 1:16-ում, որ ամենը նրա համար է։ 1 Коринфянам 8:6 написано, что есть только один Господь Иисус Христос, которым все существует, и мы существуем через Него. Առաջին Կորինթացիների 8:6-ում ասում է, որ կա միակ Քրիստոս, որ ամեն ինչ գոյություն ունի նրա համար եւ մենք էլ նրա մեջ ենք։ И как мы знаем из послания к Римлянам 8:17, удивительно этот факт, что мы становимся сонаследниками вместе с Христом. Եվ ինչպես Հռոմեացիների 8:17-ում ենք տեսնում, որ մենք ինքներս դառնում ենք Քրիստոսի հետ ժառանգակից։ Поэтому первое, он является наследником, а второе утверждение мы видим, через которого веки сотворил. Он Ուստի является Творцом. առաջինը մենք տեսնում ենք, որ նա ժառանգորդն է, եւ երկրորդը տեսնում ենք, որ նրա միջոցով ստեղծվեցին դարերը, նաեւ դարեր, այսինքն նա արարիչ է։ И поэтому Христос Творец. Ուրեմն Քրիստոսը արարիչ է։ Иоанна 1:3. Հովհաննեսի 1:3 Все через него начало быть. Ամեն ինչ նրանով ստեղծվեց։ Колоссянам 1:16. Կողոսացիների 1:16 Секундочку. Им создано все. Ամեն նրանով եղավ։ Знаете, как свидетели Иеговы этот стих перевели? Գիտեք Եհովայի վկաները այս խոսքը ինչպես են թարգմանել։ Они сделали перевод, но нет ни одного манускрипта, который бы даже какой-то маленький лучик надежды давал, что так можно переводить. Իրենք այնպես են թարգմանել, որ չկա որևէ ձեռագիր, որ գոնե մի հույսի նշույլ տա իրենց կատարած թարգմանության համար։ Они перевели: им создано все остальное. Ասում են նրանով է ստեղծված մնացյալ բաները, մնացած բաները։ Ну, потому что они верят, что Иисус Христос был первым творением, а потом через него Бог творил все остальное. Որտեվ նրանք հավատում են իբր առաջին ստեղծվածը Հիսուսն է, այնուհետև Հիսուսի միջոցով ստեղծվեց է մնացյալ բաները։ Но мы видим, что в функциональности Троицы разные личности исполняют разные функции. Մենք տեսնում ենք, որ երրորդության մեջ տարբեր անձերը իրենց գործառույթների մեջ տարբեր ձևով են դրսևորվում։ Является ли Бог Отец Творцом? Да. Արդյոք Հայր Աստված արարիչ է։ Այո։ Участвует ли Дух Святой в творении? Да. Արդյոք Սուրբ Հոգին մասնակցում է արարչագործությանը։ Այո։ Но непосредственным исполнителем, через которого все это осуществилось и контролируется, как мы увидим, есть Иисус Христос. Բայց այդ ամեն ինչը ում միջոցով որ կատարվեց եւ անմիջականորեն ում միջոցով կատարվեց եւ ում միջոցով կառավարվում է ամենը, մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսն է։ Все вещи имеют начало и конец в нем, в Иисусе. Ամեն ինչ իր սկիզբն ու վերջը
ունենում են նրանում, Հիսուսում։ В Откровении 22:13 я есть альфа и омега, первый и последний, начало, конец. Հայտնություն 22:13-ում ասում է. Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վախճանը։ И также в Римлянам 11 глава 36 стих. Եվ նաեւ Հռոմեացիս 11:36-ում Ибо от него и через него и все к нему. նրանից է, նրանով եւ դեպի նա ամեն բան։ Он центр всего. Նա կենտրոնն է ամեն ինչի։ Вопрос. Հարց, Հիանա ջան, երկու հատ հարց ունեմ ճիշտ ասած, առաջինը այս որ այսինքն Եբրայեցիս նամակի առաջին իսկ խոսքը, որ ասում է շատ կերպերով սկզբից խոսեց, դասախոսը այսինքն ասում է, որ այս խոսեցը դա հայտնության մասին է խոսքը եւ ինքը խոսեց, այսինքն ժամանակաձևը անցյալ ու ավարտուն ժամանակաձևը, ճիշտ եմ էսի հասկացել։ Էսի առաջի հարցս։ У меня две вопросы. Вот первый, в первом стихе вы что сказали многократно и множеством разными способами, когда Бог проговорил вот это слово, Он говорил, сказал. Я правильно понимаю, что это прошедшее время и уже завершенное время? Да. Այո։ Իսկ մեկ էլ էս սրա հետ կապված էլի հարց, այսինքն հեղինակը, երբ որ ասում է շատ կերպերով սկզբից խոսեց, սկզբից է կամ անցյալը ժամանակները, դա այսինքն 400 տարի լռությունից առաջվա մասին է, չէ՞, խոսքը հայրերից մինչև վերջի մարգարեն, հա, սենց պետք է։ Մինչև այդ 400 տարվա սկիզբը, հա? 400 տարին որ սկսվեց, մինչև դա, հա, այդ էս հարցում։ Մինչև դա, էդի չհասկաց։ И когда говорит, ну, армянский перевод сразу говорит в древние времена. И когда вот это говорится, что вот в начале, как Бог начал говорить, и в древние времена, это имеется в виду это времена, начиная с патриархов и до того времени, когда начался вот этот период 400 лет молчания. Это про это время говорится? Այո։ Okay, երկրորդ հարցը մենք անցած դասի ավարտի, ոնց որ ավարտի ժամանակ քննարկեցինք, որ հեղինակը ինքը հորդորում է եկեղեցուն ու թվարկեցինք, թե ինչպես առաջին խումբը ոնց որ երկու կերպով է հորդորում, առաջինը դա որ ցույց է տալիս Հիսուսի գերազանց լինելը 5 կտակարանի մարգարեներից, հրեշտակներից, քահանաներից եւ ծեսերից։ Դա որպես առաջի խումբ գրեցինք, իր հորդորի առաջի կերպը։ Իսկ հետո ոնց որ ուզում եմ հասկանամ, ես բաց թողեցի, թե դեռ չհասանք դրան, որ երկրորդ ձև իր հորդորի զգուշացումներն էր։ Ու ոչ մի բան չեմ նշել, ուզում եմ հասկանամ դրան կանդրադառնանք, թե ես խոսացինք ու չհասկացա։ Окей. So, на прошлом уроке вы сказали, что автор через увещание, он говорит о превосходстве Христа, что он превосходен, превосходен, у него есть превосходство перед ангелами,
все, что мы сказали о превосходстве. А второй метод, когда он увещевает свою аудиторию, ну как бы слушателей, это он дает предупреждение. Мы просто это вот как бы, может, я пропустил что-то, вы просто это сказали, или мы потом будем смотреть эти предупреждения? Мы определенно будем Второй метод. Вот как смотреть бы предупреждение. Да, да. ասում եմ, առանձին այդ զգուշացումները նայելու ենք, հետո ենք նայելու։ Уже во второй главе будет. Երկրորդ գլխում արդեն։ Ну, давайте дальше смотреть. Հիմա շարունակենք։ Третье, что мы видим в описании, это сияние его славы. Երրորդը, որ Քրիստոսին բնութագրելու մասին մենք տեսնում ենք, դա նրա փառքի լույսն է։ Ну, в истории церкви относительно вопроса сияния, вопрос был, как его рассматривать в пассивном или активном смысле. А как в русском это сияние написано? У Сияние? нас есть да, то, что вы говорите, это сияние. Так, сейчас я открою текст, секунду. Чтобы я с армянским, ասում եմ, եկեղեցու պատմության մեջ այդ փայլել ասվածը մեր մոտ ուղղակի արտահայտություն, մեր մոտ փառքի լույսը։ Сияние славы так и будет. 3 стих. Հա, երրորդ խոսքում, պաստորեն, հա, 3 ստիղ։ Տակի написано. Լեանա ջան, հենց տենց է լույս։ Մերը, հա, մերը փառքի լույս է, բայց Իրանը Սիանյան ոնց որ փայլատակում էլի, փայլել բառնա։ Люса это Хорошо, сияние, у нас да? как бы, да, у нас как бы свет славы его. Угу. Вот Да, как ну, бы не да, сияние, но свет славы его. Да, ну, поэтому вопрос заключался в том, скажем, какой это свет, активный, солнце, например. Հին Или կտակարանում այդ, ներողություն առաջին եկեղեցու պատմության մեջ, ընդհանրապես եկեղեցու պատմության մեջ այդ փայլատակումը, այդ լույսը դիտարկվում էր հետևյալ տեսանկյունից, դա ակտիվ լույս է, ինչպես օրինակ արևն է, չէ, արևը ակտիվ լույս է տալիս։ Или пассивный, вот как луна, она светит, но мы понимаем, что она только отражает свет. Թե пассив լույս է, ինչպես լուսնի լույսն է, որ լուսինն էլ է փայլում, բայց դա ընդամենը արտացոլում է լույսը։ Но ранние греческие отцы церкви понимали это как в активном смысле. Բայց վաղ եկեղեցու հայրերը դա հասկանում էին որպես ակտիվ լույս։ То есть это не то, что Христос чей-то свет отражает, он сам есть свет. Այսինքն այնպես չի, որ Հիսուսը ինչ որ մեկի լույսն է արտացոլում, այլ Հիսուսն ինքը լույսն է։ И мы видим, что как луч солнечного света, он исходит от солнца. Եվ մենք նաև տեսնում ենք, որ արևի ճառագայթը, լույսի ճառագայթը արևից է գալիս։ И, следовательно, Христос сам является источником света. Հետևաբար Քրիստոսն ինքն է հանդիսանում լույսի աղբյուր։ Поэтому в никейском символе веры, 325 год, мы видим утверждение относительно Христа, что фос эк фотос, свет от света. Դրա համար մենք Նիկեյան հանգանակում, որ գրվել է 325 թվականին, տեսնում ենք, որ այդ հաստատումը Քրիստոսի մասին կա, որ ասում է
Փոսեք ֆոտոս, այսինքն լույս լույսից։ И эти утверждения важны, поскольку они показывают, что вторая личность Троицы, Иисус Христос, Он обладает такой же и разделяет ту же сущность, природу, что и Бог Отец. Այս հաստատումները կարևոր են, որովհետև երրորդության երկրորդ անձը այն նույն էությունը ունի եւ այն նույն լույս բնույթը ունի, ինչ որ Հայր Աստված։ И мы видим, что это сияние, второе слово, славы Его. Եվ մենք այստեղ տեսնում ենք այդ երկրորդ բառը փառքի լույսը։ Греческое слово это докса, в еврейском языке есть слово шекайна. Եբրայերեն շեկայնա բառն է, իսկ հունարենում դոքսա բառը։ Мы читаем, что человечество в силу своего греха, оно утратило славу. Մենք կարդում ենք, որ մեղքի պատճառով ընդհանրապես մարդը կորցրեց իր փառքը։ Но Христос, Он представляет само сияние этой славы. Իսկ Քրիստոսը ներկայացնում է հենց այդ փառքի լույսը։ Следующее утверждение относительно Христа – образ ипостаси Его. Եվ հաջորդ հաստատումը Քրիստոսի մասին նրա էության արտահայտումը։ Как у вас переведены два этих слова? Что они означают? Ձեզ մոտ այս երկու բառը ինչպես են արտահայտված, ինչ են դրանք նշանակում։ Էության ստույգ արդեն բառը ինքնին Լիաննա ջան։ Հայրենը։ Ցուցատալիս որ հա ստույգ բառը ցուցատալիս նույնությունը։ Вот наше слово, что показывает вот выражение сущности, это говорится, что ну то же самое, да, как Бог. То же Вот самое, конкретные слова, выражение сущности. Ճշտգրիտ։ Конкретно, выражение сущности. да. Образ. Как выражение То есть- его сущности. То есть образ это выражение, а сущность это ипостаси. Да. Мгм. Ну, Вот как бы наше предложение так получается. Он является свет его славы и выражение его сущности. мгм. Да, это, я думаю, это, по крайней мере, лучший перевод, чем синодальный в том плане, что в синодальном они просто взяли греческое слово хупостасиос и транслитерировали и сказали ипостась. Ձեր թարգմանությունը ավելի լավն է, քան սինոդալ է ռուսական թարգմանությունը, որովհետև իրենք միանգամից վերցրել են այդ լատիներեն բառը, ներողություն, հունարեն բառը, ու հենց բառը ռուսատար օգտագործել են, ու տենց մի քիչ սենց բան բառ է ստացվել, էլի, իպաստասի իրանց։ И поэтому бедные русские читатели, они, честно сказать, я когда первый раз читал, я так и не понял, о чем идет речь. Խեղճը այս ռուսախոսները, որ կարդում են, այդ բառը իրենց անհասկանալի է։ Ես ինքս որ կարդացել եմ, չեմ հասկացել։ Вы имеете в виду сущность, да? Или выражение? Да, второе слово, сущность. Первое это... Էություն։ Էություն ասված բառը։ Իրանց мот այդ բարդ բառն է։ Ну, давайте поговорим кратко. Первое слово, которое здесь используется, греческое слово, от этого слова произошло слово характер в русском языке, по крайней мере. Ռուսերեն լեզվում հունարենից վերցվել է
բնավորություն, էություն բառը, այստեղ օգտագործված բառի, Но сам греческий термин означает символ. հենց հունարեն բառը ինքը նշանակում է ոնց որ խորհրդանիշ, Например, օրինակ, в книге Левит, 13 глава, 28 стих, у человека была проказа, она ушла, но остался след. օրինակ Ղևտացիների 13:28-ում կարդում ենք, որ ասենք մարդը ուներ բորոտություն, բայց երբ բորոտությունը անցնում էր, միևնույն է իր վրա հետքը մնում էր։ Ну, я рад, что, ну, у меня проказа нету, но у меня есть какие-то шрамы на руке. Ես ուրախ եմ, որ ինձ մոտ բորոտություն չի եղել, բայց ես էլ իմ վրա կրում եմ սպիներ, ունեմ սպիներ ձեռքերիս վրա։ Я в 4 года поставил утюг себе на руку. 4 տարեկանում արտուկը դրել էի ձեռքիս վրա։ Поэтому есть отпечаток, есть вот этот символ. Ոստի այդ հետքը, կարծես այդ խորհրդանիշը մնացել է։ Это как знак, когда были печатки на перстнях, знаете, остается след. Այդ նույն ձևով ոնց որ ասենք մատանին է, մատանիով միտեղ մի բան ես անում, հետք ես թողնում։ Поэтому значение данного слова это точное представление и выражение невидимого источника. Այս բառի իմաստը այն է, որ լիարժեք եւ ճշգրիտ արտահայտությունն է անտեսանելի աղբյուրի։ Поэтому Иисус Христос является точным вот этим представлением и отображением. Ոստի Հիսուս Քրիստոսը ներկայացնում է ճշգրիտ եւ լիարժեք արտացոլումը այդ էության։ И второй термин, вот это слово ипостась, речь идет о сущности. Եվ այդ էություն ասվածը, որ բնագրում օգտագործված է, մեր մոտ հայերենում հենց էություն բառն է, բնույթ էություն։ Этим словом мы описываем природу Бога. Այս բառով մենք բնութագրում ենք Աստծո էությունը, бнуйте. Афанасий, который выступал против ереси Ария Александрийского в Никее, он использовал именно этот термин, чтобы опровергать эту ересь. Աթանասիուսը, որ արիացու հերձվածողության դեմ ելույթ էր ունենում, հենց այս տերմինը օգտագործեց նրան արճակատելիս։ И в никейском символе веры мы видим утверждение о Христе, что мы верим в Бога истинного, от Бога истинного рожденного, несотворенного, единосущного Отцу. Եվ հենց Նիկեյան հանգանակում Հիսուսի մասին այդ արտահայտությունը կա, որ Աստված Աստծուց անբաժան, անքակտելի, միակ Աստծու հետ նույն էությամբ։ И поэтому эти два термина, они достаточно ясно, прямо указывают на то, что Сын обладает вечной сущностью, природой Бога Отца. Այս երկու արտահայտությունները ցույց են տալիս, որ Հիսուսը ամբողջությամբ լիովին իր մեջ կրում է Հայր Աստծո ողջ էությունը ու արտացոլում։ Поэтому ну, церковь всегда верила в полное божество и равенство Христа с Отцом. Եվ այդ պատճառով է, որ եկեղեցին միշտ հավատացել է Քրիստոսի լիարժեք հավասարությանը Հայր Աստծո հետ։ Иоанна 1:18, как у вас переведено? Հովհաննես 1:18 ձեզ մոտ ինչպես է թարգմանված։
Հովնան բացում ես, թե։ Հա, ոնց չէ։ Անգիր Մհմ։ գիր Ահա, այդ բառը գրածը հայտնեց։ Yivil, այդ слово, չէ, ոնց է մեր մոտ ընդհանուր 1-10 կկարդաս։ Там написано единородный кто? Միածին Հոր ինչ։ ծոցում։ Միածին որդի, հոր ծոցում։ Да, единородный, прямо в отце. Даже армянское Ам, слово у нас, знаете, армянское слово, что употребляется, это прямо вот когда кто-то с кем спит, да, это дословно, если перевести, вот прямо там, мгм. настолько ближе, Գրության դա Но там оттуда. написано единородный сын или Бог? Ոնց է մեր մոտ գրած միածին որդի թե Աստված։ այդ սին А другие переводы тоже так? Մյուս թարգմանություններն էլ են այդ ձևով նան, հայերեն հա։ արմյանսկի դա։ Мгм. Ну, сейчас, секундочку, я проверю. Դուք որն ախտակել եք։ Да. Более ранние манускрипты вместо сын написано Бог. Ավելի վաղ ձեռագրերում որդու փոխարեն գրած է Աստված։ То есть единородный Бог, Мгм. այսինքն փաստորեն գրված է միածին Աստված։ Այո։ Да, я смотрю на греческий текст, тут Бог Ասма հիմա написано. հունարեն տեքստին եմ նայում, հենց այդպես է։ Я смотрю украинские переводы. Некоторых сын, у некоторых Бог. Но более Իսկ современный, последний, который сделали недавно, единородный Бог. перевод. ուկրաիներեն թարգմանություններն եմ նայում եւ հիմնականում Աստված է ու հատկապես ավելի ժամանակակից թարգմանություններում ասում է միածին Աստված։ Մինին է։ Ինչ Հինը։ է նորը։ Ավելի նորերը ժամանակակիցները այդ ձև են արդեն թարգմանել։ Ներում Աստված է գրած։ Հա, հաստատում։ Բայց նորերում որդի էլի։ Թարգմանությունը։ Հա, հաստատում։ Միասին։ Չէ, միածին ասում ոչ Э, ոք չի տեսե բացի միածին որդուց, որ ծոցում է։ Լեբայից է տապեր։ Միածին Աստծուց, որ հոր ծոցում է։ Հիմա Գիտեի այդ ձևը։ Լեոնարդո որ տենց է գրված։ Չէ, ես առաջին անգամ եմ լսում։ Я первый раз слышу такое։ вот, и не в последний. У ասма վերջին անգամ չես ասում։ А в английских переводах есть такое? Да, есть, да. Հա, փաստորեն անգլերեն թարգմանություններն էլ դա ունեն։ Ну, сейчас я вернусь. Ну, классно, если так։ Да. Փաստորեն լնում է միածին Աստծուց։ Only begotten God who is in the bosom of the Father. Вот армянский тоже босом։ Мгм. Հա, անգլերեն թարգմանություններն էլ է։ А в русском это значение есть? Босом Bosom? значит, да, Недра, да, это bosom. недра. Мгм. Это как бы Да. внутренность. Окей։ Хорошо, поехали дальше. Առաջ անցնենք։ Ինքը ոնց պատրաստվում А, է։ Мы видим, что данное утверждение, что он является образом ипостаси, так, сей Այն будет... հաստատումը, որ ինքը հենց Աստծո էության արտահայտումն է, Глагол быть тут используется. Есть у вас, да? где? Да, есть этот глагол. Быть, հա, լինել, Լինելով։ стороге. В его переводе есть, в моем нету. Мгм. Ну, в разных. Ну да, но в греческом языке этот глагол стоит в настоящем времени, причастие Հունար, настоящего времени.
Հունարենում ներկա ժամանակով է դրված այդ ստորոգյալը, И это указывает на то, что данное утверждение, что Христос является сиянием славы и образом ипостаси его, означает, что он сейчас такой, он был такой, он будет такой. այսինքն այդ բայը հետևյալ միտքն է արտահայտում, հաստատում հետևյալն է, որ Հիսուսը նրա փառքի լույսն է, նրա էության արտահայտությունն է եւ այդպիսին եղել է, հիմա կա եւ այդպիսին էլ կլինի։ Христос никогда не переставал быть Богом. Քրիստոսը երբեք չի դադարել Աստված լինելուց։ Вчера в церкви одна сестра спрашивала меня, как ответить женщине, с которой беседовали свидетели Иеговы. Երեք եկեղեցում մեկին ինձ հարցնում է, ասում է, ինչպես պետք է զրուցեմ որևէ մեկի հետ, ով Եհովայի վկաներից է, նրանց ազդեցություն կրած։ Свидетели Иеговы спросили у этой женщины, а если Христос Бог, когда Он умер и оказался, когда Он умер, то где был Бог? Ու ես Եհովայի վկան հարցնում է մեր քույրիկին, որ բա երբ որ Քրիստոսը մահացավ, բա ուր էր Աստված։ Ну, понятно, что они совсем запутались. Ու հասկանալի է, որ իրենք լրիվ շփոթմունքի մեջ են։ Когда Христос умер, мы не говорим о смерти Бога. Երբ որ Քրիստոսը մահացավ, մենք այդտեղ չենք խոսում Աստծո մեռնելու մասին։ Мы говорим о человеческой природе, что Христос отдал свою жизнь как человек. Մենք մարդկային էության մասին ենք խոսում, որ ինքը իրեն տվեց որպես մարդ, ինքը իրեն հանձնեց որպես մարդ, Но он никогда не переставал быть Богом. բայց նա երբեք չդադարեց Աստված լինելուց։ Следующее, что мы читаем, так, это мы посмотрели. 4 Писание, 5, да? Հիմա արդեն Հիսուսի նկարագրության 8-րդ կետում ենք, այս կարճ հատվածում։ Мы видим, что 8 Христос, կետերից 5-րդում ենք, ահա, благодаря своему положению, является хранителем Вселенной. մենք տեսնում ենք, որ Հիսուսը իր ունեցած դիրքի շնորհիվ հանդիսանում է տիեզերքը պահողը, Держа все словом силы своей. որ այդ ամեն ինչը իր խոսքի զորությամբ պահում է։ Поэтому благодаря только Ему мы сейчас можем дышать, говорить, писать, сидеть. Бог поддерживает Вселенную. Եվ միայն նրա շնորհիվ է, որ հիմա մենք կարող ենք գրել, խոսել, շնչել, ամբողջ տիեզերքը նա է պահում։ Ученые исследуют физику этого мира, пытаются рассмотреть строение атомов, протоны, нейтроны и еще мельчайшие частицы, которые там существуют. Այս աշխարհի ֆիզիկոսները փորձում են բացատրել, հետազոտել, ասենք պրոտոնները, նեյտրոնները, էլեկտրոնները եւ ամեն ինչի բաղադրության ամենափոքր մասնիկները։ Ну, они описывают то, что они наблюдают, но причина, почему эти связи не рвутся, это Христос. Նրանք նկարագրում են, նրանք բացատրում են այդ մանր մասնիկների միջև կապը, բայց չեն կարողանում բացատրել որտեղից է, որն է պատճառը, որ այդ փոքրիկ մասնիկների միջև կապը չի պատռվում, եւ դրա պատճառը Քրիստոսն է։
Следующее утверждение мы видим, что Христос превосходит в своей роли искупителя. Հաջորդ հաստատումը մենք տեսնում ենք, որ նա կատարում է իր փրկագնողի դերը, Совершив собой очищение грехов наших. երբ որ ասում է նա մեր մեղքերի մաքրումը կատարեց, ռուսերենում ասում էր իրենով, Тут важно заметить, что Христос нас очистил, այստեղ կարևոր է нկատել, որ Քրիստոսը մեզ մաքրեց, и это сделано благодаря жертве. եւ դա արվել է շնորհիվ կատարած զոհի։ И автор послания к евреям четко и ясно дает понять в 10 главе 12 стих, 10 глава 14 стих, что эта жертва полная и достаточная. Եվ Եբրայեցիների հեղինակը 10-րդ գլխի 12-ում, 10-14-ում նշում է, որ այդ կատարված զոհաբերությունը մեկ անգամ եւ ընդմիշտ է արվել։ И поэтому мы ничего не можем добавить или как-то улучшить эту жертву, она идеальна. Դրա համար մենք նրա կատարած զոհաբերության վրա ոչ մի բան չենք կարող ավելացնել կամ փորձել բարելավել։ Նրա կատարած զոհաբերությունը կատարյալ է։ И Христу не нужно всякий раз, когда мы согрешаем, снова приходить и страдать. Եվ Քրիստոսին պետք չի մեր ամեն մեղանչելու ժամանակ նորից տառապել։ И, следовательно, это все, что нам необходимо для спасения. Հետևաբար նա մեր փրկության համար անհրաժեշտ ամեն բանն արել է։ И во свете этого утверждения мы должны теперь понять, что это просто оскорбление Богу, когда люди начинают говорить, ну, это, конечно, хорошо, что Христос пострадал, но нужно что-то еще сделать. Եվ գիտեք, այն արտահայտությունը, եթե մենք, այսպես ասեմ, այս ամբողջ լույսի ներքո, երբ որ մենք նայում ենք, մարդկանց կողմից արված այն արտահայտությունները, որ իրենք ասում են, այո, Քրիստոսը տառապել է, բայց մենք էլ պիտի չարչարանքներ կրենք այդ նրա տառապանքի նման, սա կարծես վիրավորանք է Աստծուն։ Христос, конечно, хорошо сделал, что умер за мои грехи, но этого недостаточно. Մարդը ասում է, այդ շատ լավ է, որ Քրիստոսը իմ մեղքերի համար մահացել է, բայց դա բավարար չի։ Вот мои добрые дела. Ահա ես իմ բարի գործերն եմ անում։ Это оскорбление. Դա վիրավորանք է։ И очень высокое мнение о себе, что без моих дел ты вообще, ну, спасти меня не можешь, да? Или как это получается? Ինչ է ստացվում, դա կարծես մարդու кողմից մեծամտություն լինի, երբ որ ինքը ասում է, եթե ես իմ գործերը չանեմ, դու ինձ չես կարող փրկել։ Ну, Павел Галатам говорит, если законом оправдания, то Христос напрасно умер. Եվ գաղատացիներում Պողոսն ասում է, եթե օրենքով է արդարացումը, ուրեմն Հիսուս իզուր մահացավ։ Поэтому тема достаточности жертвы Иисуса Христа в этом послании очень четко и ясно освещена. Ուստի այս նամակում Քրիստոսի կատարած զոհաբերության մեկ անգամյա եւ մշտապես վերջնական արվածը շատ լավ արծարծված է։ Следующее утверждение. Он воссел одесную престола величия на высоте. Հաջորդ արտահայտությունը ասում է նա նստեց Աստծո մեծության աջ կողմում բարձունքներում։ Воссесть по правую руку означает обладать властью. Աջ կողմում նստել նշանակում է իշխանության տիրապետել։ Поэтому сын занимает наивысшее место. Ուստի որդին ամենաբարձր տեղն է զբաղեցնում։
И мы видим также превосходство из-за его роли искупителя и правителя над всем человечеством. Он стал намного лучше ангелов. Եվ մենք 4 տեսնում ենք, стих. արդեն 4-րդ խոսքում մենք տեսնում ենք, որ նա հրեշտակներից այնքան բարձր դասվեց իր կատարած այլ փրկագործական զոհաբերումով, ու այդ ավելի բարձր դիրքը գրավեց։ Поэтому мы увидели, что он наследник, он создатель, Մենք он տեսնում ենք նա ժառանգորդ է, արարիչ է, он является собой Бога сияние славы. նա ինքը Աստծո փառքի լույսն է, Он точное отображение его природы. նրա էության ճշգրիտ արտահայտումն է, Он поддерживает всю Вселенную. Он не только Творец, но он продолжает ее содержать. ոչ միայն արարիչ է, այլ շարունակում է արարչությունը պահել, կրել։ Он искупитель, и он занимает высшее место силы и власти. Եվ նա փրկիչ է եւ նա զբաղեցնում է իշխանության եւ զորության բարձրագույն դիրքը։ И он унаследовал лучшее имя. Եվ նա այստեղ որ ասում էր նրանից ավելի տարբեր անուն ժառանգեց, նա լավագույն անունն է ժառանգել։ Когда у нас перерыв? Ընդմիջումը երբ է մեր մի 20 րոպեից ավել անցել է։ մի 20 минут Уже заехали вперед. заехали, да. Դա Լիանա ջան, հիմա կարանք 10 րոպեով ընդմիջում անենք։ Ага. Мы можем сейчас 10 минут перерыв взять. Да, давайте сделаем. Հետո ժամ 10 րոպեի փոխարեն 1 ժամ անենք, որ նախաճաշ պետք է անենք, էլի Հայկը 1:30 է լինելու։ А потом вместо того, чтобы час 10 минут взять, мы будем час взять на перерыв. Хорошо. Угу. Добро. Тогда делаем перерыв. Угу. Ընդմիջում անենք։